Ես որ այս թեմային հետևում եմ, օրինակ իմ զարմացա, որ կարծեմ վաղար շաբաթից, Իջմիածնից ՀԿ-ի ինչ որ տեղային կառույցի մարդիկ էին նաև բռնել, դրա մասին իմացա այն ժամանակ, երբ որ կարծեմ տնային կալանքի ուղարկեցին իրանց։ Նույնը կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու պատմությունը, էլի ամիսներ շարունակ 5 ամիս եկեղեցու դեմ էս արշավի սրացման երևի սկզբնական հենց փուլից կալանավորել են։ Նոր տեսնում ենք, որ տնային կալանքի են տարել, որը էլի խիստ պատիժ է եւ պատիժը հենց գիտենք ինչի համար պատիժ ավելի շատ կաթողիկոսին։ Բայց այդ հոսքերի մեջ ու շատ հաճախ կեղծ ստեղծվող այդ օրակարգերի ու տեղեկատվական հոսքերի մեջ այնքան են շատացել, որ կարողա դու էլ ված գաս, որ ինչ որ մեկին էլ են կալանավորել ու դու տեղյակ էլ չես ընդհանրապես։ Իդեպ մի բան ասեմ, Նիկոլենք նաև ոնց որ նորմերն են փոխում, այսինքն շատերը հիմա արդեն այս մտքին են, որ դե հա անդիմադիր է, ուրեմն պետք է բան էլի նորմալ է որ բռնում են, դա նորմալ չի, քաղաքական հակառակորդ լինելը չի նշանակում, որ մարդուն ուրեմն պետքա փակեն, հա Էլ չասեմ, որ նույն հոգևորականներին բան են անում, չէ, բախի են քաղաքականությամբ զբաղվում, այսինքն իսկ ով ասեց, որ չպետք է զբաղվեն։ Ինչն է արգելում իրենց զբաղվել, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքացի։ Ավելին օրենքում ուղիղ գրած է, որ հոգևորականները կարող են զբաղվել քաղաքականությամբ։ Եվ նույն օրենքում ուղիղ գրված է, որ քաղաքական իշխանությունները իրավունք չունեն եկեղեցու ներքին գործերին միջամտելու։ Իսկ ինչ ենք տեսնում այսօր, որ Ոչ միայն ներքին գործերին, նույնիսկ ծեսերին։ Այո։ Իսկ երբ որ օրինակ կաթողիկոսի անունը զեղչում են, դա արդեն ծեսին միջամտել է ու դա ոչ միայն ինչ որ օրենքի խախտում է, դա նաև քրեորեն պատժելի արարք է։ Իսկ երբ որ արվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ, իսկ մեր դեպքը հենց այդ է։ Հա, ու շատ մարդիկ են իրենց պաշտոնական դիրքը չարաշահում, Եվ արդեն ինչի մասին է խոսքը, արդեն իսկ հայտարարվում է, որ այո, կարող է ԱԱԾ-ի աշխատող լինի եւ գնա ասի։ Հա, բացահայտ լրագրողների դիմաց։ Անում եմ, լավ եմ անում այդ բանով։ Հիմա երկու հարց կա կարևոր քաղբանտարկյալների հետ կապված։ Մեկը կա սենց ինչ որ մարդկանց մեջ բան, որ դե լավ է, այս ընտրություններից առաջ, հա, հետո էլի կհանգստանա։ Հա, ընտրություններից առաջ է, բայց ընտրություններից հետո էլ ավելի քիչ զսպող բաները, եթե հաղթեց, այո, շատ ավելի քիչ են լինելու զսպող, շատ ավելի ուժեղ են լինելու բռնաճնշումները, շատ ավելի համակարգային են լինելու, շատ են լինելու եւ զսպող մեխանիզմներ բնականաբար չեն լինելու։ Եթե այս պահին գիտենք, որ այդ մարդը, այդ անձը ունի միայն մեկ գերնպատակ դա իշխանությունը պահելն է եւ այս պահին, չգիտեմ, թեկուզ բռնաճնշումը կարող է երկու ընտրողի համոզել, որ չէ, ամեն դեպքում այս ժողովրդավարության դիմակի տակ եկած բռնապետը եւ չարժե իրեն ընտրել, եթե գոնե դա կարող է իրան այս պահին մի քիչ զսպել, ընտրություններից հետո ես այլ որևէ զսպող մեխանիզմ չեմ պատկերացնում, որ կզսպի։ Նամանավանդ հաշվի առնելով արտաքին աջակցությունը իրան, հա։ Մյուս կարևոր հարցը, եւ հիմա մենք ձեզ բերեցինք տենց շուտ դեպրեսիայի բանի մեջ, հա, բայց իրականում արդյոք հնարավոր է այս ամեն ինչին դիմադրել ու փորձը ցույց է տալի, որ այո հնարավոր է, ոչ միայն Հայաստանի փորձը, բայց նաեւ մեր վերջի օրերի բաները, հա, թեկուզ դիտարկենք, տեսեք, Միքայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Վեհափարի եղբոր ու եղբոր որդուն, էլի մի քանի օքու տնային կալանքի կալանքից տարան տնային կալանքի, այսինքն բանտից ուղարկեցին տնային կալանքի։ Միանգամից ասեմ, այդ ազատվել չի, շատերը սխալ դա անվանում են ազատեցին, չէ, այդ ազատել չի, նամանավանդ օրինակ ես հարցազրույցներ եմ արել մարդկանց հետ, ովքեր տնային կալանքի տակ են եղել, իդեպ Նարեն էլ է արել հարցազրույց, ու մենք շատ լավ գիտենք տնային կալանքի տակ լինելը, նամանավանդ 2-3 շաբաթից հետո, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես մաշում է ոչ միայն այդ մարդուն, այլ իր ամբողջ ընտանիքն է ազդվում դրանից։ Ընդ որում այդ չեմ հիշում
նախկին քաղբանտարկյալներից ում մեկնաբանություններ ասում է այդպես ավելի ինչ որ առումով ավելի դժվար է, երբ դու ինքդ քեզ պիտի ստիպես տնից դուրս չգալ։ Դու ինքդ քո բանտապահն ես դառնում։ Դու ասենք գիտես որ կարող ես դուռը բացես դուրս գաս ու թքած բոլորի վրա, բայց դու չես անում դա իմանալով հետևանքների մասին, ու ստացվում է դու ինքդ քեզ բանտում պահում ես։ Հարևանուհուն ասում ես հենց այդպես էլ պատմեցին, որ խնդրում եմ այլևս չգալ մեր տուն, որովհետև աղջիկս տնային կալանքի է։ Չգաս սուրճ խմելու, որովհետև տնային կալանքի է։ Հա, կամ ասենք մարդը թեկուս սեփական տանն ապրում, բայց չի կարող բակ դուրս գալ, որովհետև չափառից են կողմ հարևանը կարող է տեսնի, չէ, բարևի թեկուս չափառեն կողմից բալուսանի ձեռով ու դա արդեն կլինի այդ տնային կալանքի պայմանների խախտում։ Ըստ երևույթին ուղղակի հաշվի առնելով կալանքը ինչքան են գիրառում, ինչքան մարդիկ կան բանդերում դեռ, հա, հատկապես քաղաքական քաղբանտարկյալներ, երևի իրենց ուղղակի, այսպես ասած, գործիքակազմն են ընդլայնում նաև տնային կալանքով, որ կարողանան այդ նոր տեղեր են ազատում, օրենքով նոր տեղեր են ազատում։